Բարև ձեզ։ Այսօր մենք կարճ քննարկելու ենք վերջի զարգացումները, որը վերաբերվում է Իրանին։ Առաջի հերթին ես ձեզ քարտեզի վրա ուզում եմ ցույց տալ վերջի զարգացումները, որը այս տարածաշրջանում տեղի են ունենում։ Մենք օրերս քննարկեցինք Իրանի հետ կապված ծրագիրը եւ պետք է ասեմ, որ այսօր Իրանի պաշտոնական տվյալներով ղեկավարը Իմամ Խոմեյնին Իրանի զինված ուժերը պատրաստել է արդեն ռազմական գործողությունների համար եւ միևնույն ժամանակ մենք ունենք տվյալներ նրա մասին, որ Միացյալ Նահանգները Իսրայելում տեղակայել են տհադ համակարգներ, դուք տեսնում եք այստեղ երկրորդ արդեն տհադ համակարգն է տեղակայված Իսրայելում ամերիկյան, բայց զուգահեռ դրա ուրեմն տեղակայված են նաև Իսրայելում Patriot համակարգները։ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները միասնական պատրաստ են Իրանի պատասխան գործողությունների համար։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ ուրեմն ակտիվություններ կա Բահրեյնում եւ դուք գիտեք, որ Բահրեյնում այստեղ գտնվում է ամերիկյան ռազմակայանը, դուք տեսնում եք այստեղ ամերիկյան ռազմակայանը, այստեղ կետով նշած է, Բահրեյնի ամերիկյան ռազմակայանն է սա, որը մի կողմից օդային է, մյուս կողմից ծովային եւ այստեղ է գտնվում ավիակիրը ամերիկյան եւ տարբեր հնարավորությունները ամերիկյան, որոնք այստեղից պետք է նաեւ Պարսից այս տարածաշրջանում ակտիվություններ տանեն։ Իրանը արդեն սպառնացել է, որ փակելու է Հորմուզի ուրեմն այս հատվածը, նեղուցը Հորմուզի եւ դուք տեսնում եք, որ Իրանը այս տարածքները, այս կղզիները Իրանին են պատկանում եւ Իրանի համար շատ հեշտ է այս հատվածը փակել, այստեղ դուք տեսնում եք, որ ընդհանրապես խոսք է գնում մոտավորապես 50 կիլոմետրի մասին, որը փաստացի այստեղով է անցնում նավթի եւ գազի միջազգային ուրեմն տվյալների եւ միջազգային առևտրի մեծ մասը եւ սա լուրջ ազդեցություն կունենա նավթի գների վրա։ Մենք արդեն գիտենք, որ այն տնտեսական պատերազմի ընթացքում, որը տեղի է ունենում հիմա Միացյալ Նահանգների կողմից, նավթի գները ընկել են մինչև $60 բարելի համար, դա լուրջ նվազում է կարելի ասել, որովհետեւ վերջերս մոտավորապես $80 էր գինը նավթի, հիմա արդեն $60 է, բայց եթե այստեղ սկսեն ռազմական գործողություններ, ապա նավթի գինը կարա շատ լրջորեն աճել, որովհետև ինչպես ասացի, նավթի գները շատ լրջորեն կախված են Հորմուզի այս ուրեմն նեղուցից։ Միևնույն ժամանակ մենք ես ուզում եմ ձեզ քարտեզի վրա ցույց տալ, սիրելի հայրենակիցներ, թե որտեղից է պատրաստվում իրականում ամենագլխավոր ռազմական գործողությունները Իրանի դեմ, որովհետև մենք խոսեցինք, որ Իրանը պատասխան հարված է հասցնելու Իսրայելին, Իրանը նաև արդեն ասում է, որ պատասխան հարվածները հասցնելու տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայաններին, իսկ դա Սաուդյան Արաբիայում է, դա մենք Բահրեյնը արդեն նոր տեսանք ձերդ, դա այս ռազմակայանն է այստեղ, Ալ-Ուդեյդ ուրեմն օդային ռազմակայանը, մոտիկից հիմա ձեզ ցույց տամ, եւ սա Կատարում է գտնվում, Դոհայի մոտ, եւ նաեւ մեկ եւս ռազմակայան կա Ալ-Դաֆրա, որը գտնվում է Դուբայի մոտ, Աբու Դաբիի մոտ այս դեպքում, եւ հիմա նաեւ մոտիկից ձեզ սա ցույց տամ, այո, տեսնում եք այստեղ ուժերը այստեղ գտնվում են հակաօդային պաշտպանության լուրջ միջոցներ եւ Միացյալ Նահանգները Իրանը սպառնում է, որ եթե Միացյալ Նահանգները սկսեն գործողություններ, ապա հարվածելու են դրա Քուվեյթում, տենում եք, նաեւ Քուվեյթում կա երկու ռազմակայան։ Այս պետությունները ընդհանուր առումով ասում են, որ չեն տալու հնարավորություն իրենց ռազմակայանները եւ օդային տարածքը օգտագործվի նրա համար, որ Իրանի վրա հարված հասցվի, բայց դա բարդ հարց է, որովհետեւ Միացյալ Նահանգները կարող է չհարցնեն նույնիսկ։ Մենք ունենք տվյալներ նրա մասին, որ Իրաքում ուրեմն շիա խմբավորումները, որոնք Իրանի կողմից են աջակցված,
արդեն նաև ռազմական պատրաստվածության բարձր աստիճանի են հասցվել, ինչպես նաև արդեն նշեցի Իրանի իսլամական զորքերը եւ այս տեղաշարժը այստեղ շատ կարևոր է։ Հետաքրքիրը այն է, որ Իրանը հայտարարում է, որ պատրաստ է ուրեմն բանակցությունների համար, որը պետք է վարի Օմանը եւ Իրանի ցանկությունը, որ Օմանի միջոցով վարվեն բանակցությունները։ Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ է, որ Օմանի միջոցով լինեն բանակցություններ եւ միայն ուղիղ բանակցությունների մասին է խոսքը։ Այստեղ դուք կարմիր կետերով սիրելի հայրենակիցներ տեսնում եք Իրանի տարածքում գտնվող տարբեր ռազմական օբյեկտները։ Սա Բանդար Աբբաս միջազգային օդանավակայանն է, սա Կիշ ուրեմն կղզու վրա գտնվող օդանավակայանն է, Շիրազի հատվածում մենք ունենք նաև օդանավակայան, այստեղ ռազմաբազա է, այս հատվածում Բուշերի մոտ գտնվում է Ահմադի ռազմակայանը, մի քիչ մոտիկից նաև ցույց տամ ձեզ սա։ Հենց Բուշերում գտնվում է Բուշերի օդանավակայանը եւ Բուշերի ատոմակայանը, առաջի իրանական ատոմակայանն է։ Խնդիրը նրանում է, որ նաև տեսնում եք ուրիշ կետեր էլ կա, կարճ ստեից հեռվից ցույց տամ, սա նաև ռազմաբազա է այստեղ օդանավակայան է գտնվում, այստեղ գտնվում է օդանավակայան նաև, եւս մեկ օդանավակայան, այստեղ եւս օդանավակայան է, նույնպես օդանավակայան, եթե գանք մի քիչ ավելի հյուսիս, ապա այստեղ էլ օդանավակայաններ են, սա Առակը ինքը իրականում սա միջուկային ծրագրի մաս է, սա օդանավակայան չի, հիմա մոտիկից նաև ձեզ ցույց տամ, շատ կարևոր օբյեկտ է, Առակում գտնվում եւ ինքը միջուկային ծրագրի հիմա անհրաժեշտ հնարավորություններ է, դուք տեսնում եք այստեղ այո, միջուկային ծրագիրն է այստեղ տեղի ունենում նաև կոնկրետ այստեղ Առակում եւ խնդիրը նրանում է, որ հարցերից մեկում կար մեկնաբանություններում, որ որտեղից ես գիտեմ նրա մասին, թե Իրանը ինչ հնարավորություն ուներ, այստեղ իհարկե իմ գիտելիքի մասին չի խոսքը, կա ՄԱԳԱՏԵ, ուրեմն միջազգային միջուկային ծրագրի ՄԱԿ-ի պատասխանատու կառույց, որը հետևում է Իրանի միջուկային ծրագրին եւ ըստ ՄԱԳԱՏԵ-ի իրանք հետևում են, թե Իրանը ինչ աստիճանի ուրանի ուրեմն հնարավորություններ է ստեղծում, այնտեղ կան աստիճաններ, սա մի փոքր ավելի մանրամասն ֆիզիկական հարց է, չեմ կարծում, որ դրա խորանալը հիմա անհրաժեշտ է։ Ընդհանուր առումով կարելի է ֆիքսել, թե ինչ ժամանակահատվածում կարող ստեղծվի այնպիսի մակարդակի ուրանիում կամ պլուտոնիում, որը կարող օգտագործվի միջուկային զենքի համար, եւ սա հաշվում է հաշվի առնելով քու արդեն աստիճանը, որը դու ունես, կարելի է հաշվել, թե ինչ ժամանակահատվածում դու կարող ես ստեղծել բարձր աստիճանի հնարավորություն։ Եթե հարվածները լինեն, ապա հարվածները լինելու են ամենաշատ հենց այս ուղղությունով եւ կարա լինի հենց Բուշերում եւ Առակում։ Հետաքրքիր է, որ այստեղ ուրեմն 2 օր առաջ տեղի է ունեցել 4.6 կիլոմետրանոց երկրաշարժ։ Երկրաշարժներին ինչի ենք հետևում ուշադիր, որովհետեւ երկրաշարժը կարա լինի միջուկային զենքի կիրառման փորձ։ Եվ դրա հետևից նաեւ հետևում ենք ակտիվորեն։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ, թե որտեղից է պլանավորվում Միացյալ Նահանգների գործողությունները։ Ես ձեզ ասացի, որ ավիակիրը խմբավորումը մեկը արդեն գալիս է այս հատվածից, Հնդկական օվկիանոսից գալիս է դեպի այս հատվածը, մոտենում է Իրանին կարելի ասել։ Մեկն էլ արդեն կանգնած է այստեղ Եմենում։ Մեկ ուրեմն ավիակիր նաև վաղուց արդեն տարիներ է գտնվում է այստեղ ուրեմն Հունաստանում եւ սպասարկում է Հունաստանի անվտանգությունը Թուրքիայից, բայց նաև մոտ է շատ Իսրայելին, Կիպրոսին եւ տարածաշրջանին։ Մի խոսքով 3 ավիակիր իր խմբավորումով, իր ամեն ինչով, իր բոլոր զինված հնարավորություններով, բայց ամենագլխավոր հարձակման հնարավորությունը լինելու է այստեղ գտնվող Դիեգո Գարսիա ռազմակայանը։ Հիմա մոտիկից դες նաև ցույց տամ, այստեղ է գտնվում Դիեգո Գարսիան, դուք տեսնում եք, որ Դիեգո Գարսիան Իրանից 4000 եւ 5.500 մոտավորապես կիլոմետրում է գտնվում եւ Դիեգո Գարսիան ես ձեզ մոտիկից ցույց տամ, բրիտանական տարածք է,
որը Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան, Միացյալ Թագավորությունը միասնական օգտագործում են։ Սա Google Map-ի տվյալներն են, դուք տեսնում եք, որ այստեղ քիչ է հնարավորություն է, բայց սա իհարկե հին նկար է եւ հիմա կան թարմ նկարներ, որը այս ծրագրում չկա, որ այստեղ գտնվում են, ինչպես ես ձեզ արդեն նախկին մեր վերլուծությունում ասացի, B2 ամերիկյան Spirit հնարավորությունները, ուրեմն որոնք հանգիստ այդ 5000-ը եւ նույնիսկ ավել կարող են հասնել եւ հանգիստ կարող են այստեղից հարվածել Իրանի տարածքին լայնածավալ։ Նաև այստեղ մոռացա նշել, որ Հորդանանում կա ազրակ օդանավակայան ռազմական, որը նաև ամերիկյան է։ Մի խոսքով ամերիկացիք այստեղ շատ ակտիվ ներկա են եւ ամերիկացիքի համար, ինչպես նաև Իսրայելի համար Իրանի կողմից միջուկային զենք չստանալը, որովհետեւ Իրանի իսլամական պետությունը, ընդհանրապես իսլամական պետության կողմից միջուկային զենք չստանալը գերկշիռ կարևոր նպատակ է Միացյալ Նահանգների, ինչպես նաև Իսրայելի համար եւ միջազգային հանրության։ Իսրայելը այստեղ ավելի գործիք է, քան ինքնանպատակ նրա համար, որ թույլ չտալ, որ այստեղ իսլամական ծայրահեղական այդ մոտեցումները, որը կա Իրանում, որը կա Թուրքիայում սունի, Իրանում շիա, տեղի չունենա։ Թուրքիայում մեծ սպառնալիքը այս պահին չկա, բայց Իրանում կա եւ շատ տրամաբանական է, որ Միացյալ Նահանգները իր դաշնակիցների շնորհիվ, ինչպես նաեւ Իսրայելի շնորհիվ չի ուզում դա թույլ տալ։ Հետաքրքիր այն է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն այցով էր գտնվում Հունգարիայում օրերս 3 առաջ օր եւ դրա մասին չենք խոսել, անհրաժեշտություն չկար, բայց դրանից հետո շտաբ մեկնել է Վաշինգտոն։ Դա իր արդեն երկրորդ այցն է Վաշինգտոն, նրանից հետո ինչ Դոնալդ Թրամփը դարավ նախագահ, բայց բան չկա քննարկելու իրականում, նոր բան քննարկելու, որովհետեւ լուրջ փոփոխություններ չի կրել ինչ որ տնտեսական հարցերում եւ այլն։ Գլխավոր հարցը վերաբերվում էր, սիրելի հայրենակիցներ, ըստ հանրային տվյալների երկու հարցին, առաջինը Իսրայելը արդեն քննարկել է ուրեմն հարցը, որը վերաբերվում է Թուրքիայի հետ հարաբերություններին, Նետանյահուն ասել է, որ չեն ուզում Թուրքիայի հետ առճակատում Սիրիայում, մենք սրա մասին խոսել ենք, կարող եք մեր վերլուծությունը նայել, եւ դրա համար կոչ արել Դոնալդ Թրամփին, որ Դոնալդ Թրամփը աջակցի նրան, որ Սիրիայում թուրքական ներկայությունը սահմանափակվի, եւ երկրորդը արդեն կողմերը խոսել են նաեւ Իրանի վրա այս հարձակման կամ ռազմական օպերացիայի հնարավորության եւ միջոցների մասին եւ դրա զուգահեռ է, որ Իրանը արդեն իր զինված ուժերը բերել է մարտական դրության։ Մենք սա իհարկե հաշվի պետք է առնենք եւ իհարկե մենք վերլուծում ենք ձեր հետ այս փաստերը, կարող եք դիտել մեր վերջի վերլուծությունը Իրանի մասին, որը ունեինք, որտեղ որ շատ ավելի մանրամասն նաև կա այս թեմայի մասին քննարկում, կարծեցա, որ այսօր հետաքրքիր կլիներ ձեզ վերջի նորությունները տրամադրել այս թեմայի շուրջ եւ նաև քարտեզի վրա ցույց տալ այս զարգացումները։ Շնորհակալ եմ ուշադրության համար, մենք կշարունակենք հետևել այս զարգացումներին։